Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է 3 նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում, որի նպատակն է արդիականացնել պետական կառավարման համակարգը, այն համապատասխանեցնելով կառավարության կողմից իրականացվող պետական քաղաքականությանը և Հայաստանի զարգացման առաջնահերթություններին։ Նախագծով առաջարկվում է վերանվանել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այն դարձնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Գործող կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում այսօր նախարարության պատասխանատվության ոլորտների թվում ուղղակիորեն արդեն իսկ նշված է արհեստական բանականության ներդրումն ու զարգացումը, կիբեռանվտանգության, ամպային հաշվարկների, թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների կողքին։ Արհեստական բանականության ուղղությամբ ներկայում իրականացվում են տարբեր պետական նախաձեռնություններ։ Օրինակ, մշակվել է պետական կառավարման համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման և կարգավորման հայեցակարգ նախագիծը, իսկ 2026 թվականին նախատեսված պետական աջակցության փորձնական ծրագիրը նպատակ ունի ԱԲ նորարարներին, հետազոտողներին և կազմակերպություններին հասանելի դարձնել բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները։ Այսպիսով, արհեստական բանականության ինտեգրման զարգացման ուղղությունը նախարարությանը վերապահված պետական քաղաքականության արդեն իսկ հողի վրա առանձին և տեսանելի ուղղություն է դարձել և նախագծով առաջարկվում է այդ պատասխանատվությունն արտացոլել նաև գերատեսչության անվանման մակարդակում։ Նախագծով առաջարկվում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Նոր անվանումը շեշտադրում է պետության հիմնական նպատակը՝ ոչ միայն սոցիալական խնդիրներին արձագանքը, այլ նաև մարդկանց և ընտանիքների բարեկեցության շարունակական բարելավումը։ Բարեկեցությունը ոչ թե առանձին ոլորտ է, այլ այն վերջնական արդյունքը, որին պետք է ծառայի նախարարության և ողջ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության քաղաքականությունն առավել կենտրոնացած կլինի զբաղվածության խթանման, ընտանիքների աջակցման, երեխաների զարգացման, ակտիվ երկարակեցության, հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և յուրաքանչյուր քաղաքացու համար արժանապատիվ կյանքի հնարավորությունների ստեղծման վրա։ Այս համատեքստում բարեկեցություն հասկացությունն առավել ամբողջական կարտացոլի նախարարության առաքելությունը պետական քաղաքականությունը տեղափոխելով խնդիրների արձագանքումից դեպի հնարավորությունների ստեղծում, կանխարգելիչ մոտեցումներ և կյանքի որակի բարձրացում։ Այս մոտեցումը համահունչ է նաև միջազգային լավագույն փորձին, որի համաձայն սոցիալական քաղաքականության արդյունավետությունը գնահատվում է մարդկանց կյանքի որակով, նրանց հնարավորությունների ընդլայնմամբ, աշխատավայրում մարդկանց մրցակցային դարձնելով։ Այս փոփոխությունն ունի նաև հայեցակարգային հենք՝ կրթություն, աշխատանք, մասնագիտական կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպ, աշխատանքային վաստակ։ Նոր սահմանադրությամբ, նոր ծրագրով մենք նաև կրթության իրավունքը սահմանել ենք, նորարարություն եմ հիմա անում այս պահին, որպես աշխատանքը արդյունավետ և բարեկեցությունը հասանելի դարձնելու միջոց։ Նախագծով առաջարկվում է նաև վերանվանել արտաքին գործերի նախարարությունն, այն դարձնելով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Այս փոփոխության նպատակն է ավելի արդյունավետ համատեղել արտաքին քաղաքականությունն ու տնտեսական համագործակցությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնումը և միջազգային առևտրի ոլորտի զարգացումները պահանջում են, որ նախարարության գործառույթներն ու անվանումն ամբողջությամբ արտացոլեն նաև այդ ուղղությամբ իրականացվող քաղաքական առաջնահերթությունն ու կարևորությունը։ Քանի որ միջազգային առևտուրը լուրջ ազդեցություն ունի պետության տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, միջազգային շուկաներում հայկական արտադրանքի լայն ներկայացման, ճանաչելիության ու մրցակցության բարձրացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման վրա, անհրաժեշտություն է առաջացել նախարարության գործառույթների շրջանակն ընդլայնել, հստակ ամրագրել նաև միջազգային առևտրի ոլորտում կառավարության քաղաքականության մշակման և իրականացման բաղադրիչը։
Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծերի փաթեթին, ինչպես նաև ԱԺԿ անվանակարգ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ եւ 81-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո խնդրում եմ քվեարկության դնել ԱԺ որոշման նախագիծը հատուկ ընթացակարգի մասին, որով առաջարկվել է նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամյա ընթացքում։ Առաջարկների ներկայացման համար խնդրում եմ սահմանել 3 ժամ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։